Ինչպես գտնել մրցունակ աշխատանք, ինչպես դառնալ մրցունակ մասնագետ, ինչպես սրընթաց զարգացնել կարիերան, ինչպես դառնալ ավելի արդյունավետ ու գրավիչ գործատու, միաժամանակ ծանոթանալ աշխատաշուկայի թրենդներին, այս եւ այլ հարցերի պատասխանները մեկ հարկի տակ 2 օրում։ Հայաստանի լավագույն գործատուների փառատոնը Career City Fest 2025-ը ինչպես միշտ սկսվեց մասնակից ընկերությունների շքերթով։ Կարիերայի քաղաքի նոր քաղաքապետը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի եւ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն է, որը ստանալով կարիերայի քաղաքի բանալին եւ քաղաքապետի պաշտոնը նշեց կարիերայի զարգացումը ոչ միայն անձնական աճի մասին է, այլև ընտանիքի, այն պետության եւ հասարակության հիմքն է։ Սա իրականում շատ մեծ պատիվ է ինձ համար ու ես շատ եմ կարևորում այսպիսի ծրագրերը ու այս նախագիծը, քանի որ շատ կարևոր է երիտասարդներին հնարավորություն տալ կայանալու, զարգանալու, ձևավորվելու եւ համագործակցելու այսպիսի կայացած ընկերությունների ու գործարարների հետ, որոնց ես այստեղ տեսա։ Արդեն 3-րդ տարին անցկացվող փառատոնը դարձել է փորձի փոխանակման եզակի հարթակ բոլոր այն ընկերությունների եւ մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են աշխատաշուկայի ապագայով, փոքր ընկերություններից մինչեւ առաջատար միջազգային ընկերություններ։ Բոլորի նպատակը մեկն է՝ նպաստել հայկական աշխատաշուկայի զարգացմանը, որ այն լինի ավելի գրավիչ, ստեղծարար եւ նպաստի աշխատակիցների մասնագիտական աճին։ Աշխարհը շատ արագ եւ դինամիկ փոփոխվում է եւ այսօր այդ փոփոխությունների ներքո ամուր լինելու եւ անձնական զարգացմանը, անձնական աճին, մասնագիտական աճին միտված լինելը շատ կարեւոր է։ Լավագույն կարիերայի փնտրտուքի մեջ գտնվող այցելուները այստեղ գալիս են նոր հնարավորությունների ակնկալիքով ու հեռանում խանդավառված նոր աշխատանքի հեռանկարով։ Ու մենք այս տարի մեծ բան ենք արել, ինչպես մարդկանց իրազեկենք, ինչպես պատմենք, ինչպես ուղղորդենք, ինչպես ամեն ինչ անենք, որ իրանք ոչ մի բան մաքսիմալ բաց չթողեն։ Հա, այո, կարծում անհնար է լինել ամենտեղ, որովհետև ինքը միաժամյա տարբեր միջոցառումներ են տեղի ունենալու, բայց մարդիկ կարանան իրենց օրը ճիշտ կազմակերպեն, որպեսզի ավելի արդյունավետ անցնի։ Ես վստահ եմ ամեն ինչ լավ կլինի։ Այս անգամ Career City Fest-ը կրում է բրենդի ուժը, արժեքներ, թիմ, արտադրանք խորագիրը, միջազգային հեղինակավոր Eventec Swords-ի կրկնակի ոսկե մրցանակակիր փառատոնի ընթացքում տեղի ունեցան կոնֆերանսներ, պանելային քննարկումներ, վարպետության դասեր ու սեմինարներ։ Այս տարի առաջին անգամ տեղի ունեցան նաև բանավեճեր հասարակության համար հետաքրքիր ու արդի թեմաներով։ Փառատոնի այցելուներին ողջույնի վիդեո ուղերձ ցղեց նաև LinkedIn-ի համահիմնադիր ամերիկացի գործարար եւ ներդրող Ռիդ Հոֆմանի թվային նմանակը։ Նա ընդգծեց բրենդի կարևորությունը թե անձնական, թե կորպորատիվ մակարդակում եւ հաջողություն մաղթեց փառատոնի մասնակից ընկերություններին եւ այցելուներին։ Մեզ հետաքրքիր շփվել մեր ապագա աշխատողների եւ աշխատակիցների հետ։ Ինչ են նրանք ակնկալում, ինչ շատ դուր եկավ հատկապես ֆեստի պանելային քննարկումները, ելույթները եւ տրեյնինգները։ Ինքս շատ բան հայտնաբերեցի, թե հատկապես ինչ է նշանակում employer branding, այսինքն այն բրենդի են ընկալումը, որ ունեն աշխատակիցներ եւ ապագա աշխատակիցներ այդ առումով։ Փառատոնի շրջանակում Հայաստան էր ժամանել նաև գործատուի բրենդինգի ոլորտում առաջատար միջազգային փորձագետ Ռիչարդ Մոսլին, ով փակ միջոցառման մասնակիցներին ներկայացրեց ինչպես է գործատուի բրենդը նպաստում բիզնեսի աճին։ Winning support from the get-go so that you have a general understanding that this is a good thing to invest in. Երկօրյա փառատոնը ամփոփվեց EVP շոուով, որի ժամանակ գործատուները ներկայացնում են իրենց ընկերության կորպորատիվ մշակույթն ու իրենց մոտ աշխատելու առավելությունները, իսկ ամենահամարձակ ընկերությունները ներկայացրին իրենց գործատուի բրենդը հենց բեմից։ Փորձելու ենք ցույց տալ ինչ է կատարվում ընկերություններում վարակույրից այն կողմ, ինչպիսին է տվյալ ընկերության մշակույթը, ինչ առավելություններ է ընձեռում աշխատակիցներին, ինչ է նշանակում լինել այդ ընկերության թիմի մաս։ Եվ այդ գաղափարի, այսպես ասած, ամփոփումը EVP շոուն էր, որը մի ձևաչափ է, որը մեր ընկերությունը ստեղծեց,
Դա իրենց ներկայացում բեմում 7 րոպե ունեն ընկերությունները, որպեսզի ցույց տան իրենց EVP-ն, Employee Value Proposition-ը, ինչպիսին են նրանք որպես գործատու եւ ինչու պիտի այցելուն մարդը ընտրի նրանց որպես գործատու։ Նրանք, ովքեր չկարողացան ներկա գտնվել փառատոնին, հետևելով Curiosity Fest-ի պաշտոնական ինֆորմացիոն գործընկեր թերթայեմին, կարող են ծանոթանալ Curiosity Fest-ի անցուդարձին։